բոլոր շարժումները դեպի Եվրամիություն եւ թրիփի ուղի դուք համարեցիք բլեֆ։ Եթե կարելի է, ինչու եք համարում բլեֆ։ Ինչու եք համարում, որ թրիփը չի գործարկվի, ինչու եք համարում, որ Եվրամիության անդամության հայտ Փաշինյանը մինչ մայիս օրինակ չի տա։ Քուշեր Սարգսյանը ասոցիացիան պայմանագիրը չստորագրեց։ Հիշում եք։ Ինչու չստորագրեց։ Անվտանգությունից ելնելով, չէ՞, ներկայացրեց բան, որպես փաստարկ, որ պետք է ԵԱՏՄ մտնել եւ մյուս։ Մենք այն ժամանակ Արցախի հարց կար, հիշում ենք մենք։ Հիմա էլ չկա։ Հարցնում եմ, այն ժամանակ Արցախի հարցով բացատրվեց ժողովրդին, որ այդտեղ բարդություններ կային։ Արցախի հարցի, օրինակ Նիկոլ Փաշինյանը ասաց Արցախի փրկության համար հարկավոր է նշաձողը կարգավիճակի իջացնել։ Փրկեց դա Արցախին։ Նշաձողը իջացնել նշանակում էր, չէ, լուծարել Արցախի հանրապետությունը, հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց այդ 3 կետերի երկրորդ կետից, հա, հանրաքվեից եւ այլ փրկեց դա Արցախը։ Այդ շանտաժները այսպես հանուն սրա, հանուն նրա, չէ, եկեք կողք տնենք, իրականում հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը իր ռազմավարությունը որոշել էր տարիներ առաջ, շարունակել մնալ կոպիտ ասած խորհրդային միության կազմում, ձեռք բերելով անկախություն, հետագա Ռուսաստանի հետ ռազմական, քաղաքական, տնտեսական մյուս պայմանագրերը ուղղված այն շարունակել պահպանել այն վիճակը, որ եղել է խորհրդային միության ժամանակ, այսինքն Հայաստանի համար ինչ ճանապարհ կար։ Կամ գնալ դեպի Եվրոպա, ինչպես Լատվիան, Լիտվան, չէ, Էստոնիան գնացին, կամ մնալ կանգնած տեղում կանգնել ինչ էր նշանակում։ Վերաձևակերպեց խորհրդային միությունը, դարավ ԱՊՀ, մնալ ԱՊՀ կազմում, Հայաստանը դա արեց ընդհանրապես։ Երրորդ ճանապարհը Հայաստանը կարող էր ինքնուրույն իր ռեսուրսներով փորձել ռեգիոնալ դերակատարություն ունենալ, հիմնվելով Սփյուռքի վրա եւ այլն, դրա մասին շատ էին խոսում, բայց դա տեղի չունեցավ։ Դա ինչու չէ, այդ ճանապարհով չգնաց Հայաստանը։ Հայաստանը հրճակեց այդ ճանապարհը, բայց այդ ճանապարհին ոչնդոտ հանդիսացավ կոռուպցիան, մեկ ոչնդոտ։ Երկրորդը համաշխարհային դիմադրությունը։ Տարածաշրջանում նման պայմաններում ինքնուրույն, այսպես ասած, ինքնաբավ երկիր դառնալու համար պայմաններ եղել են։ Այսօր կան։ Այսօր էլ ընդհանրապես չկան, բայց եթե այն ժամանակ դեռ կարելի էր հույսեր ունենալ, որ կարելի է Հարավային Կովկասում ինչ որ ապագայում տեսնել, հա, Հայաստանի եւ Վրաստանի կոոպերացիա, որտեղ Հայաստանը կախում ունի, չէ, այդ արտաքին շուկաների հասանելիությանը, Վրաստանի դերը Հայաստանի համար հանգույցային է, Իրանի դերը Հայաստանի համար հանգույցային է, այն պայմաններում եւ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանին որոշակի այնպիսի պայմաններ են առաջ քաշում գոյատևման հարց, ըստ իս անդամությունը Եվրոմիությանը այլընտրանք չունի։ Հայաստանի համար անդամությունը Եվրոմիությունում Հայաստանի համար այլընտրանք չունի։ Այսինքն դա տևական ժամանակ կամ որոշակի ժամանակ կամ չգիտեմ ինչ ժամանակ կամ առհասարակ ցանկացած միություն չէ ունի սկիզբ ավարտ պատմությունը ցույց է տալիս, բայց այս պատմական էտապում Եվրոմիության անդամ լինելը ինչ է նշանակում։ Շուկաների բացվածություն, Հայաստանի շուկան բաց է Եվրոպայի համար, Եվրոպա ասած չէ, Բուլղարիա, բան եւ այլն։ Այդ շուկաները բաց են Հայաստանի համար։ Սա է պայմանը, որպեսզի եվրոպական ֆինանսական միջոցները, ներդրումները, մասնավոր ներդրումները գան Հայաստան։ Մենք ունենք, չէ, օրինակ մեր դեմը, Թուրքիան ինչի հաշվին ունեցավ տնտեսական այսպես զարգացում վերջի տարիներին, վերջի մի քանի տասնամյակներին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, շնորհիվ եվրոպական ներդրումների, չէ։ Միանշանակ։
Այսինքն եւ Հայաստանի համար այսօր բարձ է իրողությունը, որ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելարուսը ներդրման միջոցներ չեն, ներդրման աղբյուրներ չեն Հայաստանի համար։ Ինչ կարելի է ակնկալել, դա եվրոպական ֆինանսական շուկաներից է, եվրոպական մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունք, ինձ թվում է դա ակնհայտ է։ Աշխարհ քաղաքական հարցերում ակնհայտ է, որ անդամությունը Հայաստանի Եվրոմիությունում Թուրքիայի համար մարտահրավեր է։ Պատկերացրեք, Հայաստանի ձայնից կախված պիտի լինի Թուրքիայի անդամ դառնալ կամ չդառնալ։ Ադրբեջանի համար դա եւս մարտահրավեր է, որովհետեւ եթե Հայաստանի ձայնից կախված կլինի ադրբեջանական նավթ եւ գազ առնել կամ չառնելը, չէ՞։ Խնդիր է դա։ Խնդիր է, չէ՞։ Այսինքն Թուրքիայի համար, Ադրբեջանի համար Ռուսաստանն եւս այդ դիրքն է պահում։ Հայաստանի միավորումը Եվրոմիության կատաստրոֆա է։ Այս ամբողջ կոռուպցիայի սուտի, ինչը որ մենք քննարկում ենք սկզբից, դա կոռուպցիայի եւ մութ գործարքների արդյունք է։ Գործընթաց 30 տարի որ գնա հանրակրվե անցկացնելու շուրջ Արցախում ու վերանա սենց դա չի կարող հենց այնպես լինի։ Դա պիտի բոլորին փող բաժանվի, բոլորին պիտի անօրինական, չէ՞, մի շարք մարդիկ Հայաստանի ներսում, Հայաստանից դուրս, տարբեր միջազգային կառույցներում պիտի փաչկերը փագեն, որ տեղի ունենում հանցագործություն։ Պետական պաշտոնյաները որ դեպքում են աչքերը փագում, որ հանցագործություն չտեսնեն։ Երբ որ հաստ պաչկաներ են դնում իրենց եւ իրողության առջև, որ իրենք փողերի արարքով նայեն ու չտենան, չէ՞։ Այսինքն այս ամեն ինչը, չէ, հիմա տեսեք դրա վրա է հենված պոստսովետական, այսպես ասած, եւ դրան գումարած Թուրքիա, ասիական պետությունները եւ այլն։ Այս դասավորությանը հակառակ իրավիճակը փոխող դա Եվրոմիության անդամությունն է։ Ես բացարձակ չունեմ իլյուզիաներ, որ Եվրոպայում կոռուպցիա չկա, ընդհակառակը ես ասում եմ նրա մասին, որ երբ որ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը ինչ որ բաներ են առաջ քաշում, կոռուպցիան գործիք է։ Դուք կարող եք նայել եւ զարմանալ, ինչի է Վիտկոֆը իրեն այսպես պահում, էլի մարդը ուրախ եկել է Մոսկվա, բան երջանիկ է, իսկ երբ որ հանդիպում է ուկրաինական բանի հետ, այդ կողմի հետ, խոժորված, ինչու։ Որովհետև ուկրաինացիները փող չեն առաջարկում ակնհայտ Վիտկոֆին։ Իսկ ռուսական իրողությունը Ռուսաստանում ամեն ինչը փողով է։ Կոռուպցիոն երկիր է։ Պիտի 10 վերցնես, բոլորը իրար հետ, չէ, հեշտությամբ մտնում են։ Ինչպես եւ Ադրբեջանն է սիրում։ Ինչպես եւ Ադրբեջան, ինչպես եւ Թուրքիան։ Ինչպես եւ Թուրքիան։ Անգլիական եւ եթե բանով գնանք 18 թվականին ինչեւ այդ պայքարը, Սերժի դեմ պայքարը, Քոչարյանի դեմ պայքարը, վերջը կոռուպցիայի դեմ պայքար էր։ Որ պետությունը լինի առանց կոռուպցիայի, որ մարդկանցից փող չկորզեն տարբեր կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք երևի։ Այո, հայ ժողովուրդը ինչին չո՞վ է տարբերվում եվրոպական մտածելակերպ, այսպես այդ բոլոր բառերը արժե համակարգ ասիականից։ Դու պատրաստ ես ղեկավարության արչև խոնարհվես, փող տաս, որ քեզ թույլ տան շնչել, ապրել մի բան, թե դու այսպես ասած ուզում ես ազատ ապրել պետական, այսպես ասած, այդ օրենքի շրջանակում եւ քեզանից ոչ մեկ փող չկորզի ապրելու համար։ Սա է տարբերությունը, այսպես ասած, ապրելաձևերի։ Հայերը իհարկե չեն սիրում կոռուպցիա իրականում, ցավոտ թեմա է, հարկեր չեն սիրում տալ, բայց եւ կոռուպցիոն փողեր վճարներ չեն սիրում անել, դրա համար մենք ներուժ ունեցանք այդ Քայլարամերժի Սերժին անելու։ Նիկոլ Փաշինյանի բարագայում քողարկված է այս ամենը այդպիսի հիմա շարժում հակակոռուպցիոն պայմաններ մի քիչ ավելի դժվար է եւ Սերժ Սարգսյանի ժամանակ այդ Բուրգաձև համակարգը մարդկանց ընկալման մեջ պատասխանատուն էր Սերժը։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց վիճակ ստեղծել, որ ինքը պատասխանատու չի երկրում կոռուպցիայի համար, բայց Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի տարբերությունը, ասում եմ, նա է Նիկոլ Փաշինյանի մոտ ոնց որ թե այս մյուս
հարցերը ավելի լուրջ վտանգներ են ստեղծում եւ երկրորդ եթե հետ վերադառնանք դուք հարց տվեցիք ինչն է ինձ մտահոգում առաջինը որ դավադրություն կա մեր ժողովրդի դեմ քաղաքական վերնախավ երկրորդը որ երբեք նույնիսկ եթե դավադրություն լիներ իշխանությունները չէին գնա ինչ որ քայլերի եթե տեսնեին որ ժողովրդի մեջ դիմադրություն կա իշխանությունների գնահատականով մեր հասարակության դիմադրությունը հիմա գտնվում է նվազագույն վիճակում մեզ հետ կարելի է անել ցանկացած բան մենք լուր դա ընդունում ենք այսպես ասած անցնում ենք կողքով իրենց դեռ հաջողվում է այսպես առաջ տանել այն քաղաքականությունը որը իրականացնում են մեր հաշվի Սա ուրիշ թեմա է բարձրացնում դրա պատճառները բայց դա երևի առանձին խոսակցության հաստատությունն է պատճառները պարտված հասարակության կերպար կերծվեց հույս չունի ժողովուրդը որ հույս չունի հետագա ապագա խապված է իրենց գում տեսեք այս բացահայտումների մեջ նույնպես ես օրինակ փորձում եմ զգուշավոր լինել որովհետև լրիվ որ sense բացահայտես մարդիկ կարողանեն մանտրաժի մեջ ու դեպրեսիայի մեջ ընկնեն որ մինչև կյանքի վերջ չկարողանան բան անեն էլի ճշմարտությունը այդպես վտանգավոր հատկություններ ունի եւ այս կամ այն աստիճանի մարդիկ ուզում են խապված լինել դա օգնում է այսպես ասած հոգեբանական այո փախուստի ձև է